Ապրիլի 8-ին Մասիսի քրեական դատարանում շարունակվում էր Արտաշատում տեղի ունեցած սպանության գործի քննությունը։ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ բժշկական կենտրոնից ներքին գործերի նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, ըստ որի բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ։ 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել էր ևս մի հաղորդում։ Բուժօգնության դիմաց 4 քաղաքացուց 3-ը բուժօգնություն են ստանում, իսկ 15-ամյա տուժողը վիրահատարանում մահացել է։ Հերթական դատական նիստի ընթացքում դատարանն ուսումնասիրում էր դեպքի վայրի զննության տեսագրությունը։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես տան մուտքի աղբամանի վրա դրված արնանման հետքերով դանակը արձանագրվում է տեսագրություն իրականացնող անձի կողմից, սակայն չի առգրավվում։ Դատական նիստի ընթացքում անմիջական դեպքի վայրի տեսագրության հետազոտման ընթացքում ի հայտ եկավ ուշագրավ հանգամանք, որ դեպքի վայրում առկա էր դանակ, որը սակայն վարույթ իրականացնող մարմինը չի առգրավել։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ տվյալ դանակը նկատվում է տեսագրություն իրականացնող անձի կողմից եւ խոսք է լսվում, որ առկա է առնանման հետքերով դանակ, սակայն այն հետագայում չի առգրավում եւ գործի քննության ընթացքում դրան նշանակություն չի տրվում։ Նիստի ընթացքում բարձրաձայնվեց այս հանգամանքը, ինչին ի պատասխան տուժող կողմը հայտարարեց, որ դանակը հետագայում նկատել է եւ դեն է նետել, քանի որ իրեն պետք չի եղել։ Դանակը եղել է մեր տանը, դեպքից հետո էլ անգամ եղել է ժանգոտած դանակ, այս չափի, որ հողով աշխատելու համար դանակ sense այն որ ծաղկամանները փոխելու ժամանակ օգտագործվել է։ Դեպքից հետո դանակը եղել է առանց հետքերի, ես էլ արդեն գցել եմ գնացել այդ դանակը։ Ես հիշում եմ, որովհետև դեպքից հետո ես տեսել եմ այդ դանակը, տեսել եմ, որ ինքը այնտեղ է, արդեն այն որ էլ ինձ պետք չի եղել այդ դանակը, որովհետև ինձ ծաղիկները չեն մտավորել։ Գցել եմ գնացել եմ։ Փաստաբանի խոսքով դանակը որպես իրեղեն ապացույց կարևոր նշանակություն կարող էր ունենալ։ Դրանով կարելի էր պարզել, արդյոք հնարավոր էր դրանով վնասել տուժողին։ Գործի քննությունը շարունակվում է։ Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 28-ին։